Հայաստանում գնաց քաղաքական իրադարձությունները, process-ները, ամեն ինչ գնացին, նույնիսկ իշխանություններ փոխվեցին, բայց քաղաքական վերնախավ, կայուն քաղաքական վերնախավ, մտածող ունակ համակարգ, որը կառավարման կայուն համակարգ լիներ, այդպես էլ չկայացավ։ Մի անձը գալիս էր, մի անձի շուրջ իր շրջապատը փոխվում էր, վերնախավը փոխվում էր։ Դա եղավ եւ առաջին նախագահի, եւ երկրորդ նախագահի, եւ երրորդ նախագահի, եւ այսօրվա վարչապետի պարագայում։ Այսինքն կարելի ասել, որ այստեղ մեկ անձից կախված ամեն ինչը տակնու վրա էր արվում, որի արդյունքում Հայաստանը հայտնվել է հենց այս վիճակի մեջ։ Տեսեք, Իրանում ճիշտ նկատեցի, Ստեփան, որ փաստացի անցած տարվա հունիս ամսին հսկայական քանակով մարդկանց գնդակահարեցին, հա, առաջի դեմքերին։ Այս անգամ 40-ից ավել բարձրաստիճան ղեկավարներ են սպանել, բայց համակարգը մնացել է նույնը։ Ինչի՞, որտեղ համակարգը իր կայուն կառավարման համակարգ ունի։ Ճիշտ է, ինքը թեոկրատական կառավարման համակարգ է, բայց համակարգ է։ Անկախ նրանից, թե դուր է գալիս մեր, թե դուր չի գալիս, բայց դա ցույց է տալիս, որ այդ երկիրը, որը ունի 2500 տարվա պետականության փորձ, այնուամենայնիվ իր մեջ կրում է մի գաղափար, որ անկախ նրանից, թե ով կլինի երկրի ղեկավարը, միևնույնն է, համակարգը պետք է մնա նույնիսկ, ինքը պետությունը պետք է տարանջատվի անձից։ Հայաստանում ցավոք սրտի այդպես չեղավ։ Հայաստանում բանը երկրի ղեկավարը իրեն ասոցացվում էր անձի պետության հետ։ Տեսեք, նույն այսօրվա վարչապետի հետ կապված չէ, որ իր ամբողջ խոսույթի մեջ դրած է այն գաղափարը, որ ինքը պետությունն է, ընդ որում ամբողջ տրագեդիան կանում է բանից, որ ի տարբերություն մնացած նախկինների, այս մարդու բոլոր քայլերը կոնկրետ պետության դեմ են ուղղված։ Տենց է ստացվել։